Այսօր սիրելի ավանդացյալ ժողովուրդ, Հայաստանի այս առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է ամենայն հայոց կաթողիկոս Կարեկին II քաղաքալության 26-րդ ամյակը։ Մեր 132 կաթողիկոսներից միայն 12 քաղաքալ են, որ 25 տարի եւ ավել քաղաքալել են։ Նրանք հիմնականում եղել են արդյունաշատ կաթողիկոսներ, ինչպես Սահակ Բարթև, Գրիգոր Վգայասեր, Հակոբ Շուղայեցի եւ մեզ ավելի մոտիկ Վասկեն Արաչին Բալյան։ Նույնպես եւ Կարեկին II կաթողիկոսի գործունեության մի թրուչիկ ակնարկեցենք, տեսնելու ենք այն մեծածավալ աշխատանքը, որ կատարվել է անցնող այս տարիների ընթացքում։ Այդ իրաքորդումները վկայում են վեհապարի անսահման աշխատասիրության եւ անմնացորդ նվիրումին Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Այս շրջանին էր, որ Հայրաբեդի զրակորված հետաբնտումով վանքի տարածքը քարապատկվեցավ եւ այս տարածքին վեր փարսացան եւ խոյացան Սուրբ Դրթատ Պաց խորանը, Սրբոց Հրեշտակապետած եկեղեցին, Սուրբ Վարդան եւ Սուրբ Հովհաննես Մկրտարանը, վեհապարի Սուրբ Հայրաբեդած մադուրը։ Գրթական հաստատություններեն Վաչե եւ Թամար Մանուկյան մատենաթարանը, Կարեկին առաջին գրթական կենտրոնը, Օրնեկյան հանրագրթարան դպրոցը, Թիվանադունը, միապանական շենքը, Վեհարանի նոր մասնաշենքով, կաթողիկոսական թամփարանը։ Հիմնովին վերանորոգված են Մայր Վասկենյան վեհարանը, Մանուկյան քանցադունը, Խրիմյան թանգարանը, Ռուփեն Սևագի թանգարանը, Սինոդի շենքը, Ղազարաբադը, Սարգսակների գացարանը, Երեմյան խցերի շենքը, Վանադունը, Քևորքյան ջեմարանը, իսկ վանքից դուրս կարելի է նշել Վասկենյան դպրանոցի մասնաշենքը, Հարիջի վանքում գործող Թրփանջյան ավագ դպրոցը եւ այլն։ Այս 26 տարիների ընթացքում Մայրավանքից դուրս նշենք միայն, որ շուրջ 300 մադուր եկեղեցի նոր կամ վերանորոգված են եւ 25 վանք անցած են Մայրաթորի դնորենության ներքո։ Եվ վեհապար Հայրաբեդի օրհնությամբ ավելի քան 500 ջերմանաբար քահանայրեր անցել են ծառայության սույն եւ սվիրքի զանազան համայնքներում։ Այս բոլորի գլուխգործոց իհարկե իհիմանե Մայր Դաջարի նորոգությունն է, թեև այն շատ ժամանակ խլեց եւ իքին մեծ նյութական զոհության, սակայն այդ գլուխ բերվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի խիստ օրենքների հետևողությամբ եւ վեհապար Հայրաբեդի վերահսկողության ներքո։ Ամբողջովին վերանորոգված Դաջարը կարող է թիմակրավել բնության դարերքը եւ ծառայել հայ ժողովրդին քալիք հարյուրամյակներին։ Ամրացված եւ վայելչակեր զարդանկարներով նորոգված բادرից լույս է ջարակայթում, դրամատրելով հավատացյալին աղոթքի, լույսի եւ հոգու խաղաղության։ Վեհապար Հայրաբեդը իր նոր ծրագրեր առաջ տանելու համար ստեղծել է հանձնախմբեր, ինչպես աստվածաբանական, դիսական, կանոնադրական, բարգեւների պաշտպան, ղարքաբաղական հարցերի, գրթական, իրավախորհրդատվական։ Մեր ժողովրդի գարիկներին հասնելու համար հաստատվել են նոր գրասենյակներ կամ բաժիններ, որոնցով եկեղեցին հոգևոր եւ նյութական օժանդակություն է բերում մեր ժողովրդի բոլոր խավերին, մանուկին, երիտասարդին, ընտանիքին, հիվանդին, փանդարյալին, զինվորին, քաղաքականին։ Սրանք ղեկավարվում են երիտասարդ պատրաստված եկեղեցականներով, լինեն նրանք սարգսակ, քահանա, վարդապետ թե եպիսկոպոս։ Եվ այս բոլորը վեհապար Հայրաբեդի հոգատության եւ վերահսկողության ներքո։ Իհարկե մտահոգիչ է վերջին շրջանին եկեղեցի եւ կառավարության միջև եղած տարակարդությունները։ Հայաստանի այս առաքելական եկեղեցին միշտ զորավիք է եղել իր ժողովրդի միասնության, անկախության եւ պետականությանը։ Իր ողջ ունեցած հնարավորություններ, ինչպես այս անցյալին, այսօր էլ զոհել է հայրենիքի համար։ Սակայն երեք եպիսկոպոսների փանդարգությունը
հովանավանքի բռնի գրավումը, քաչալերումը գարկալույս մի եկեղեցականի անօրինական արարողություն կատարումը, սրանք քայլեր են, որոնք ավելի սրում են իրավիճակը։ Դգարացնել Սուրբ Էջմիածինը նշանակում է դգարացնել հայրենիքը։ Եկեղեցին միշտ հարգել է երկրի օրենքները եւ պատրաստ է ընդունելու իրավական որոշումներ, որոնք արդար եւ օրինական են։ Իհարկե, եկեղեցին ունի ներքին հարցեր, բայց դրանք այս ձևով չեն լուծվի։ Մեր աղոթքը եւ մաղթանքն է, որ պետական այրերը ողջախոհությամբ եւ իմաստությամբ լուծումը գտնեն այս հարցին։ Հանուն ընդհանուր շահերի երկու կողմեր հասնեն մի թրական եզրակացության, ինչ որ օգտակար կլինի եւ Էջմիածնին եւ պետականության։ Ժամանակն է բարակդող եւ երկրորդական բաներ մի կողմ դնել։ Պետությունն զբաղվի իր հարցերով, եկեղեցին իր հոգեվոր խնդիրներով, մեկը մյուսին լրացնելով, զորացնելով։ Ի խորոց սրտի այս աղոթքն է մեր միապան եկեղեցականների եւ հավատացյալ ժողովրդին։ Ճիշտ է բնութագրված, որ ամենայն հայոց հայրապետը անց չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացուն, եւ մենք բոլորս միացած խոնարհվում ենք այդ երևույթին առջև։ Վեհապար դեր շնորհավորով ցերծության քաղաքալության 26-րդ-ամյակը հանուն հոգևոր տասի եւ մեր հավատացյալ ժողովրդին ցեզ մաղթում ենք առողջություն, համբերություն, աղոթում, որ ձեր գրած խաչությամբ գրեք մինչև վերջ եւ անվհատ կերպով շարունակեք ձեր եկեղեցաշեն, աստվածոտ եւ հայրենաշեն առաքելությունը։ Անուն Հոր եւ Որդու եւ Ոգուն Սրբու ամեն։ Մայրիմ եւ եղբայրքիմ սոքայեն, որ սփանն Աստուծո լսեն եւ առնեն։ Մայրս եւ եղբայրս սրանք են, որ լսում են Աստծո խոսքը եւ առնում են կամ գդարում են այն։ Հիսուս հաջող կարողություններ էր ունենում եւ այդ կարողությունների մեկի ժամանակ բավականին ամփոփ էր հավաքվել, իրեն լուր գդրվի թե իր մայրը եւ եղբայրները եկել են, բայց չեն կարողանում տեսնել զինք։ Եվ Հիսուս դառնում եւ ասում է. իմ մայրս սրանք են, որոնք լսում են իմ խոսքը եւ գդարում այն։ Հիսուս իհարկե միշտ հարկանք ունեցել է իր ընտանիքի նկատմամբ եւ մանավանդ իր մոր նկատմամբ։ Գանայի հարսանիքը մի գեղեցիկ օրինակ է, երբ մայրն է խնդրողը, հակառակ որ Հիսուս չէր ուզում այդ գործը անել, բայց կատարեց իր մոր խնդրածը չմերժելու համար։ Եվ դակավին Հիսուս նոր օրինակ տվեց, թե ինչ կնշանակե մայր եւ զավակ լինելը եւ խաչի վրա Հովհաննես Ավետարանի, որ ամենաերդասարտն էր, հանձնեց իր մորը, ասավ գին ահա քո զավակը եւ իր աշակերտին ասեց ահա քո մայրը։ Հետևաբար մայր որդի հարաբերությունները ուրեմն ոչ միայն կարող են լինել ֆիզիկական, այլ նաեւ կարող են լինել հոգեվոր իմաստով։ Լսել եւ առնել կամ գդարել։ Շատ մարդիկ լսեցին Հիսուսի քարոզները, քարոզությունը։ Քանիսը այդ լսածից ինչ ենթարկություններ կամ եզրակացությունների հասան եւ ինչ արեցին իրենց լսելով։ Լսելը սովորական մի մարդկային կարողություն է, որով մենք դուրսի ցայներն ենք լսում եւ երբեմն այդ ցայները իմաստավոր են, խոսքեր են դինում։ Բայց այդ խոսքերը միայն անցնում են մեր ականջների միջոցով եւ եթե մոռանում ենք դրանք արժեքավոր բաներ չեն այդ բարակային։ Եվ Հիսուսի հետևողներից շատեր լսեցին, բայց չհետևեցին նրան։ Շատեր նույնիսկ զարմացան Հիսուսի խոսքերը լսելով։ Զարմանալը այդ առաջին հանքրվանն է, եւ որ սովորականեն վեր մի բանի ես հանդիպում եւ այս բարակային լսում։ Եվ փոխանակ իրենք Հիսուսի խոսքը
ճշգրիտ հասկանալու, սկսեցին պատճառներ քննել, որպեսզի մերժեն այն։ Ինչպես կարող է Գալիլեյեն մարգարե ծնվել։ Կամ սրա ծնողները, մենք գիտենք սրա եղբայրները, հայրը, մայրը մեր մեջ են ապրում, հետևաբար ճանչնալով նրանցից մարգարե չի կարող պատահել։ Սակայն եղան քիչեր, որոնք լսեցին Աստծո ձայնը եւ հետևեցին դրան։ Օրինակ 5 դագարանի մեջ մենք տեսնում ենք Նոյը, բարձ հավատացյալ անձնավորություն, որ երկիրը խաղաղ է, հանգիստ է եւ ելումը սկսում է նավ շինել։ Կարուսում է, որովհետեւ Աստված իրեն ասել է, որ պատրաստի այդ նավը։ Ամեն մարդ վրան է խնդում, ամեն մարդ ցեր է առնում նրան, ասում է այստեղ որ ծով գա, որ ջուր գա, դու ինչ ես նավ պատրաստում։ Բայց որովհետեւ նա հավատում է Աստծո խոսքին, նա գարուցում է այդ նավը, որ փրկության միջոցն է լինում մարդկությանի վերջո։ Եվ բոլորը, որ նրանք խնդում էին, կամ ցեր էին առնում, նրանք կործանվում են բնականաբար։ Եվ դակավին կարելի է հիշել Աբրահամը, երբ ցայն է լսում Աստուծո, որ իր զավակը զոհաբերի Աստուծո։ Սա սովորականից շատ վեր մի հրահանգ է եւ դժվար ըմբռնելի եւ նույնիսկ մերժելի։ Սակայն Աբրահամը իր խոր հավատքով Աստված, որ Աստված ինչ-որ մի բան գիտի, որ ինձ ասում է։ Նա գիտի ինձ ինչ է պետք եւ դրա համար նա դալիս է ինձ այդ հրահանգը։ Հետևաբար պատրաստում է, որ իր զավակը զոհի։ Սակայն Աստված փորձելով տեսնում է նրա հավատարմությունը եւ խնայում է նրան զավակը։ Եվ այսպես շարունակ, բայց սրա գողքին նաև կան հակառակ եղելություններ, երբ նույնիսկ Աստծո մարգարեն լսելով Աստծո ձայնը փոխանակ գնալու թևի Բաբելոն նավակ առնում եւ հակառակ ուղղությամբ է գնում։ Ով պիտի գնա Բաբելոն եւ այնտեղ այդ հեթանոս ժողովրդին քարոզի Աստծո խոսքը։ Եվ ահա փոթորիկը ելնելով ինք գործանվում է եւ գեդը քալով գուլ է դալիս Հովնան մարգարեին եւ Հովնան մարգարե ապաշխարելով գնում է կատարելու Աստծո խոսքը եւ հաջողությամբ է կատարում։ Նոր գդագարանում մենք տեսնում ենք օրինակ Զաքարիա քահանան եւ որ լսում է հրեշտակի խոսքը իր որդու ծնելու մասին չի հավատում։ Քահանա է Աստծո դաջարին ծառայող անձնավորություն է եւ Աստված նրան պատժում է գագազ դարձնելով նրան։ Միշտեր Աստվածամայրը երբ լսում է Աստծո ցայնը, հրեշտակի ցայնը իր միածին որդուն մասին, ասում է թող դիրոջ կամքը լինի։ Հետևաբար սիրելիներ, այսօրվա պատկամը այն է, որ եթե մենք լսում ենք Աստծո խոսքը, Աստվածային խոսքը, ինչ ենք անում այդ մեր լսածով, ինչպես ենք ծառայեցնում այն, ինչպես ենք արժեքավորում այն, որովհետև առանց այդ խոսքը կորձի վերածելու, առանց այդ կորձը ապրելու, մեր լսելը անիմաստ է բոլորովին։ Եթե մեր քրիստոնեությունը, մեր հայ քրիստոնեությունը մեզ ավելի ազնիվ, գեղեցիկ, լավ մարդ պիտի չդարձնի, այնադեմ մեր հավատքը ցախողած է նշանակում է։ Ժամանակին մենք մեղադրում էինք, երբ որ դարբեր լուծերի տակ էինք, դարբեր սիստեմների տակ էինք, որ մեզ չի թույլատրվում մեր ուզած ցևով ապրել եւ ճաշտել մեր հավատքը։ Այս անցնող շուրջ 30 տարիներին մենք ազատ էինք մեր հավատքի տեսակետից։ Եվ ինչ արեցինք։ Այսօրվա հայ ժողովուրդը ավելի հայրենասեր է, այսօրվա հայ ժողովուրդը ավելի բարի է։ Ամենտեղ ամենափոքր բանից մեկը մյուսին թանագով, զենքով սպանելու պատրաստ է։ Կարծես թե թշնամին է դիմացինը։ Մեզի մեր քրիստոնեական հավատքը սովորեցնում է ներել նույնիսկ թշնամին, էլ ուր մնաց որ մեր հարազատին։ Ամեն մի հարազատի մեջ, ամեն մեկ թիմացինի մեջ, թիմացի հայի մեջ
Մենք պետք է տեսնենք մեր եղբայրը, մեր քույրը, մեր հայրը, մեր մայրը, մեր հարազատը եւ այնը հարաբերվենք նրա հետ։ Միշտ հագարակն է լինում։ Նշանակում է մեր եկեղեցին, այսինքն մեր ժողովուրդը չի լսում ավետարանի խոսքը, չի ապրում այդ խոսքը։ Իմ մաղթանքս է, որ մեր ժողովուրդը լսի Աստծո խոսքը։ Իմ մաղթանքս է, որ ոչ միայն լսի, ըմբռնի, հասկանա, յուրացնի այդ խոսքը այնքան, որ նաև կարողանա ապրել այդ խոսքը։ Եվ միայն այդ ժամանակ է, որ մեր եկեղեցին, որպես համախմբում, որպես ժողովուրդ, մենք կարող ենք հպարտանալ մեր անցյալով։ Մենք ամեն բարակային ասում ենք 1700 տարվա եւ ավելի եկեղեցի ենք։ Իմ առաջին հարցումս լինում է թիմացինին, քեզ ինչ, դու ինչ ես արել արժանի լինելու համար այդ ավանդության, դու ապրում ես այդ ավանդությունը, դու հետևում ես մեր հայրերի նախանցախնդրությանը, դու բաշխում ես այն Աստծուն, որ քո հայրերն են բաշխել, նախահայրերն են բաշխել։ Եթե դու այդ չես անում, այնուհետև դու իրավունք չունես Հայաստանի այս առաքելական եկեղեցու մասին նույնիսկ խոսելու, ուր մնաց դրա մասին արտահայտվելու։ Այնպես որ սիրելիներ, ձեր հավատքը ձերը դարձրեք, ուրույն երբով Հայաստանի այս առաքելական եկեղեցու օրենքներին հետևելով եւ միշտ եթե սուրբ գրքին նայեք եւ ապրեք այն, հավատացեք, որ ձեր հոգու խորքում պիտի սկաք, որ դուք ավելի բարի մարդ եք, ավելի լավ մարդ եք, ուրիշներին հասնող եք, այդ ուրիշը կարող է փանդում լինել, հիվանդանոցում լինել, գարիքի պետքություն ունենա, Աստուծո ցերքերն եք դուք, Աստված ձեր միջոցով որ պիտի ծառայի ժողովրդին, իսկ եթե դուք այդ գործերը չեք անում, նշանակում է Աստված չի գործում մեր աշխարհում այլևս, եւ մենք գնալով խավարի մեջ գործանվում ենք։ Այնպես որ եղեք Աստուծո ականջները, եղեք Աստուծո ցերքերը, որովհետեւ լսելով այդ Աստծո խոսքը գադարեք նաև նրա գործը, այժմ եւ միշտ եւ ավիդյանս հավիդենից ամեն։